Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաերավագիտական համալսարանը նախկինում Քրքորյան կատարում է ընդունելություն ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրայի կրթաձևերում, առկա եւ հեռակա բաժիններում հետեւյալ մասնագիտություններով. իրավագիտություն, ֆինանսներ, հոգեբանություն, մանկավարժություն եւ մեթոդիկա, միջազգային հարաբերություններ, օտար լեզու եւ գրականություն։ 23-ամյա պատմություն կերտած Երևանի տնտեսաերավագիտական համալսարան, ուսման մատչելի վճար, երաշխավորված որակյալ կրթություն եւ պետական դիպլոմ։ Հեռախոս 56 91 61 Երկու բեր չես կերեմ խոսես իրար հետևից։ Արա ես ինչ խոսամ քո կնոջ հետ մխո։ Ո՞նց եմ խոսում։ Իտում կնդավերը ես մուննատվել երը։ Բայց ջոգում եք պապազելու խատել ինչ ասես կանի արա։ Այսօր արդեն հոգնա արեցիք։ Մեջկով ինձ դեպի կշրջվեք, հա։ Հա։ Արա չհաստրի։ Արա կամած արա։ Արա թուրցն արա, ես ինչ ես անում արա։ Ոտը դանի գազից արա։ Արա տղեկ ինչ ա եղել։ Արա ուր ես գազ տալի արա։ Ախպեր բայց երբ եմ գազ տալի։ Արա դրել ես 30-ի տակ քշում ես ախպեր տես բան են անում արա։ Բերանը տես բաց է արա։ Լավ ախպեր հասկացա։ Արա բայց առաջ որ 60-ի 70-ի տակ քշում էի, ասպե յարա դե քիչ արագ քշի։ Մի դրա 30 եմ քշում, ասպե կարագ, հա։ Շատ լավ ախպեր։ Աբախի պտի յանի վատելներ որ ախպեր։ Կյանքը ավելի լավ բան է, քան մա ախպեր ջան։ Այս թեվը որ խոսքն է ընձնից քեզիկ նվեր։ Մերսի ախպեր։ Արա։ Գան անի ախպերը։ Պահի արա։ Ցավը տանեմ կարելի մի հատ իմանանք ինչի մանես դու լորդ չես արա։ Ախր կարող ես կյանքը քեզ կարում ենք էլի սիրել տանք։ Ցավը տանեմ նայեցա որ մենք են աշխարհ գնացած եկած տղեկ ենք ու ասեմ ընդ հեչ ապրելու տեղ չի դու իմացի։ Այն աշխարհում քուր ջան պայմանները շատ ահավոր են, ցավը տանեմ։ Նու սոտ կռնի որ ասեմ գործ չկար, կար։ Բայց դե աշխատավարձն այնց փոքր էր, որ մարդիկ չէին կարող յոլա գնային այդ աշխատավարձով։ Ընդեղ էլ Ռուսաստան կար, ու ոնց որ մարդիկ գնում էին ընդեղի Ռուսաստան աշխատում էին, որ կարողանան յոլա գնային։ Շատ տխուր ու ձանձրալի կյանք էր ընդեղի կյանքը, ցավոտ տանեմ։ Ընդեղ էլ մարդիկ, ու արդեն մարդիկ չէ, դե հասկանալի է, հոգիները, ընդեղ էլ հոգիները էլի բողոքի ակցիաներ էին անում, բան էին անում։ Ուսմանվարձ ընդեղ էլ էին թանկացրել։ Ու այն կարգեր ասե որ մենակ հարուստ երեխեքն էին կարող իրանց դες բաներ թույլ տային։ Ու դասախոսները իրենց ուսանողներին տենում էին մենակ ընդունելության քննությունների ժամանակ, մեկ էլ այն դիպլոմ հանձնելու ժամանակ, էլի։ Այնտեղ էլ բոլորը հավասար էին օրենքի առաջ։ Չէ այ ախպեր ոնց։ Ընդեղ մենակ աղքատները ու վերևներում ծանոթներ չունեցողներն էին օրենքի առաջ հավասար։ Այ այդ մեկը չէի իմացել ջոգիր։ Լավ, в общем, ուշադիր լսում ենք քեզ ցավդ տան։ Արտայդի։ Ես չեմ ուզում խոսամ։ Ի վիճակի չեմ։ Ապեր, արի մենք գնանք թող սիմպաթիչնի հետ լեզու գտնեմ։ Լավ, բայց մինչև գնալը մի բան էլ ասեմ, էլի ցավդ տանեմ։ Ասենք մեռնելը խոսքին հենց հայր կա, էլի։ Ապրելն է զոր։ Դուք ծնողներ ունեք։
Հա։ Իսկ քուր աղբեր։ Քուրել, աղբերել, Իսկ աշխատում եք, թե սովորում եք։ աշխատում։ Կասեք, որտեղ եք աշխատում, եթե գաղտնիք չի։ Մատուցողուհի եմ։ Իսկ ծնողներդ աշխատանք ունեն։ Չէ։ Ապրուստի կարիքները բավով ահոգում։ Ես, քուրս, աղբերս։ Իսկ հասցնում եք։ Դե հա։ Բայց այդ ինձ չի հետաքրքրում։ Իսկ ձեզ ի՞նչն է հետաքրքրում, կասեք։ Ամեն աղջիկ, ամեն մարդ ունի երազանքներ։ Փորձում է հասնել այդ երազանքներին։ Բայց ես չգիտեմ խի տուն եմ պահում։ Ես նենց կուզենայի իմանալ ձեր երազանքների մասին։ Ես մեքենա եմ ուզում։ Արա տղեկ, արա չկա սենց բան աղբեր։ Իմացար պատճառը։ Արա մեքենա չունի, դրա համար էլ ուզեցելա գնա իրան գցի։ Հավատում եմ ախպեր։ Դաժե որ գայր ասե իր ֆիգուրան փչացել է, դրա համար ուզում է ինքնասպանել լինի, մեկը հավատալու է։ Արա լավ էս ուր ենք հասի արա։ Արա էլ ուր գնանք, գոռանք, որ կանգ առնեն, չփլե ջան, էլ ինչ կան ասենք, ախպեր, արա էլ ոնց ասենք արա։ Արա իմանայ տենցա ոչ էլ կբռնեի արա։ Ապե լավ կարը չի։ Մաշնեքիցդ մեկը տու ապե, Թոմիկ չքշի, ավեսը հանի։ Քշել գիտի գոնե։ Ասպա գիտի ախպեր, շուտվանից սովորել է։ Դե եթե տենցը տու թո քշի միք չավեսը հանի էլ չէ թե իրան մոստի վրեն ցույց տարա։ Բա որ տենց էլ բան լինի ախպեր ասենք։ Սիրտը կպնի ու էլ չկարան այդ մեքենայից հրաժարվի։ Դա չէ այ ախպերը։ Միշտ կքշի, կջոգի որ դրա մեջ նենց ես իմ մի հատ արտառոց ես իմ ինչ չկա ախպեր ջան ու մոստի վրից ճախրելը մտքից կհանի։ Գնա ախպեր ջան, գնա չոպլե ջան, գնա մի հատ։ Ահա ախպեր ջան, արա տենում ես ցանկությունը մարդուն ընչերի կարա հասցնի կարբիտորը։ Ենք էլ ասենք Յանի հիվանդանոցից ելնենք մի քիչ սովորվենք ախպեր։ Մի ասորա։ Արա Ջասթին Բիբերի ֆանը տելնեմ, բեսանտա փոխվեց ջահելության արժե համակարգը ախպեր արա։ Ջասթին Բիբերովը։ Տղեկ, ուրեմն ուշադիր լսեք ինչ իդեա ունեմ։ Արա վերջերս իդեատոր եմ դառել արա։ Աչքս մի մոմենտ կպնում, ջազեք, սկսկապամ, քնում եմ մեկի, արա իդեաները իրար հետևից գալիս են արա։ Արա ես պիտի արվեստագետ լինեի։ Դեր արև։ Արա արվեստագետի հոգի ունեմ։ Էս բիզնեսը իմը չի, ախպեր։ Պրոստը զբաղվում եմ այնքան որ այս հացի փող վաստակեմ, այդքան բան։ Արա ուրեմն հիմի ուշադիր լսեք, ինչ իդեա է հղացել մոտս։ Ախպերս, ասեմ չբերեք այս երթևեկությունը սարքենք վճարովի, հա։ Երթևեկությունը ինչ սարքենք վճարովի։ Ինչ ղորն է Մելո ջան։ Մարդիկ մի կիլոմետր 100 դրամով տաքսի են ստում գնում են, չէ։ Հա։ Բանանենք ախպերս, ով որ իր մեքենան է քշում, թող ինքը պլատի տնի։ Բա ոնց, 50 դրամ կիլոմետրը։ Հա, ինչա, լավ առաջարքի։ Հա, իդեաս ասեք, էլի ասեք, տղեկ։ Չեն կարող առաջարկենք։ Բայց պարոն Արևշեցյան, մարդ իր սեփական մեքենով գնալու համար ինչի վճարի։ Բայց ինչի չպիտի վճարի, հա ցավը տանեմ։ Ասա Արտյոմ ջան, զուրը լսենք դուրս խոսանք։ Բայց չի, ով ինչքան ուզի, ոնց ուզի քշի։ Չի ախպերս, տես չի լինի։ Պիտի մի հատ այնց գինդրվի, ախպերս ով ինչքան քշեց,
հաշվար կանեն ու այդ մարդուց այդքան գանձեն, բա ոնց։ Համ երթևեկությունը կաթվածար չինի, տենց են ասում, չի ասում են, երթևեկությունը կաթվածար եղավ ու թաղումներ ես իմ երբ ալնելու։ Ախպերս, ձեր արև, համ օդը քիչ կաղտոտվի, համ ավտովթարները կքչանան, համ են մարդիկ են փողը որ տալիս են վարելիքին կխնայեն, տենում եք արա, մի զարկով քանի բարեփոխում եղավ, ասեք տենամ, լավ չի։ Դու ինչ ես խնդում, հա, այ մուսկուլս։ Հապեց տես բա ոնց կարամ դի պարոն Արաբշեցյան։ Դո ոնց չի մի իմ արջ ախպեր։ Կարծում ես են մնացածը որ ելնում են, տենց ելնում, հա։ Չի ախպեր բրթելով ալնում։ Մի խոսքով, Մելո ջան, Արտյոմիս հետ խելոք գնում եք, նստում եք, այս իմ իդեալ լրիվ կետարկետ գրում եք։ Ախպեր գրեք որ ներկայացնենք։ Մարդ ես արա կարող է կպնի։ Վայ ես քո են ջանին մեռնեմ իմ են քաղցր անուշ Հայաստան արա։ Ես կգժվում արդեն, չեմ դիմանա։ Ասում հələ տեսեք բիզարգով քանի բարեփոխում եղավ։ Առաջի մասը ճիշտ կսե, իսկականից որ զարգով էր։ Ապա լուրջ մի պետք է դնենք այդ գրենք, հա։ Չգիտեմ։ Կամ դուրս ով բան կասկնացու, մարդ չի դե, խնդա թե լացեղնի։ Չէ, ապա ես աշից գնամ զորիկ ձայի մոտ աշխատեմ իմ համար։ Հա, դու կերտա զորիկի մոտ ես այստեղ վերջնականապես կգժվում։ Ապես ես ծիծաղում եմ, չէ, իր առանցների վրա, բայց նատուրի մի օր շատ լուրջ հետևանքներ ունենալու մեր վրա։ Ես գիտես զորիկի մոտ փրկություն է։ Զորիկի առնվազն կրնայեղնից տեղած տանջանքների շարունակությունը։ Առնվազն։ Վզգո, ստե մի հատ պահա ջուր թափեմ։ Ստե որտե։ Այդ ավասում եմ հենց ստե։ Բայց ստե զուգարան չկա։ Ինչ կապ ունի զուգարան կա թե չկա, մեր հողն է, չէ։ Հա։ Ինչ արա։ Ձեհաշան ես հասարակական վայր է, 1000 մարդ է անցնում։ Հետո ինչ։ Անցար գործիդ։ Ես ուզեմ մենալ պտա անեմ։ Էդ էլ մնաց է պակաս որ մեկն ինձ ասի ես ինչ պտա անեմ։ Ուղղակի անհարմար է։ Պաշոլոտ քաշի գնա է, սրան նայե։ Լակոտին տենում ես արա։ Հա։ Արմեն ջան, դու ես։ Ախպեր ես դու ես, թե։ Կանի մի հատ գամ նորմալ մարդավարի բարև ենք, այ ախպեր է։ Ես երես մաքուր ախպեր ես։ Ասա տենամ ինչ կա, ինչ չկա։ Ոչինչ ցավը տանան, դու ասա ինչ կա։ Հատը ինչ պտելնի հա, նոր մի հատ գյադա եկավ, բայց ի հասարակական վայր է, ես իմ ինչա, տոսի մեկ բռնեմ, մեջքը ջարդամ գցեմ ինտերնետ, մեկ էլ ալարամ է։ Ասեր դու պետք է ինձ ասես ես ինչ անեմ թե չանեմ։ Տենց էլ ասամ, այ ախպեր։ Հենց այդ տենց էլ ասա։ Ուրեմն ես այդ ամելի կյանքիդ մատառում չգործ ունեմ, էլի։ Մի քիչ ոտդ կախքից մեր աղբորն էլ կտենաս։ Յա, արա, դրան մի 100 տարի է չեմ տեսե, ոնց է։ Լավ չի Զորիկ ջան, նոր զանգեցի, ասма փուչքս պայթում է։ Յա, լավ չի։ Էդի հեչ լավ չի։ Ատղեն այդքան դրավ, սարքավ, հիմա ես իրա հողի վրա մի հատ չի կարա կենսագրություն գրա։ Դու լավ է սաղ սուտ բան է։ Լավ հելամ ցավը տանեմ դրան կբարև է սաղ, լավ է ցավը։ Բարևեշ մնաս։ Սրբուի ես ջամից եմ հայս ուտելու։ Լավ։ Բայց մինչև այդ մի հատ կոֆե կխմեմ։ Հիմա կպատրաստեմ։ Եվ։ Մխո՞ր։ Բա ոնց ես։
Բելև եմ։ Ամեն ինչ նորմալ, հա։ Քո սիրած աղցանն եմ պատրաստում։ Սրբույի գլխին կայնի ամեն ինչ տոշնյանի սխալ մխալ բաներ չսարքի։ Նայում եմ Մխո ջան, ամեն ինչ նորմալ է սարքում։ Տեսա համը դուրս չեկավ մեղքը քո վիզը։ Չէ դու դրան տենում ես։ Ես եմ պատրաստել։ Բարև ապենյակ։ Հեմ ենք գնում։ Բայց չեմ հասցնում։ Վիսա թափով գգամ։ Բայց ջոգիր վռամջան ոնց վախեցավ։ Արա չէ լավ է ախպերը, դա վռամջան վախենա անունը ինչ դնի։ Ախպեր շեքը չկցես, նրա տեղը տարավ ստոլբա տնգեց, յանի նայ, ես իմ ասացի տերն եմ։ Ոչինչ ախպեր, տենց մի հատ ստոլբա էլ մի օր իրանց հայատն են տնգելու։ Ոդա ախպերն էլ ես ինչ վատ բան ա եղել։ Ապեն որ չպտեն ես զանգի։ Ասում այն աղջիկը ավադե է տվել ախպերը, վիճակը շատ վատ է, տալել են հիվանդանոց։ Ոդա դավա չպլեն հետը չի եղել։ Վայ քորը կարո, ես ինչ ասիր այ ախպեր։ Բայց ինչի՞ս ես դաժան վերջաբան ունեցավ ես պատմությունը։ Որովհետև որ այսօր մեր ջահելների մոտ լիքը բաներ կան, որ ծայրահեղություն են հասնում, անենց մեկը ավտո քշելու ցանկություն է ախպեր։ Արա ցավով եմ ասում ախպեր, բայց որոշ հայ աղջիկների մոտ ոչ թե ասենք տղու ներքինն է հետաքրքրում, այլ խոսքի մաշնի մատորը ջոգում ես։ Ոչ թե մինչև աշկերը հասնող տղու չոլկին է հետաքրքրում, այլ բանդաժները մաշնի։ Խոսքի երջանկությունը ոչ թե ընտանիքի մեջ են տենում ախպեր, այլ թույն մաշնի ռուլին գլամուր դեմքով քաղաքով ֆրֆռալու մեջ է։ Ցավալի աբեր, ցավալի է։ Արա այդ աղջիկը ասենք մեղք չունի, արա ինքը ընդամենը մի փխրուն ու մի հեզ աղջնակ է ախպեր։ Անտարբերությունը, սիրո պակասը, մամայական, պապայական խրատների բացակայությունը, դու ազատ ես ոնց կուզես ապրի արտահայտությունը ես որ բերին իրան հասցրին այդ վիճակին։ Դու ազատ ես ոնց կուզես ապրի, արա այդ ինչ արա, դա շատ վտանգավոր արտահայտություն, վախենալու արտահայտություն արա ջոգում եք։ Այս իմ կյանքն է, ես եմ որոշում ոնց ապրեմ, ես եմ որոշում ում հետ ընկերություն անեմ, ում հետ չանեմ, տուն գնամ, չգնամ, բռնաբարվեմ, չբռնաբարվեմ, մինչև ամուսնանալը սեռական հարաբերություն ունենամ, թե յանի ինձ զսպեմ, յանի առողջությունս փչացնեմ, բան, սեռս փոխեմ, թե խոսքի սենց էլ որ էլի յոլա գնամ։ Դրա համար ենք ասում ախպեր, ձեր դեմքը մի կորցրեք, հայեք արա վերջով, հայեք։ Հրա պրոստը շատ մարդկանց համար էդ իմը խնդալու է ջոգում ես, ասում են մենք մեղավոր ենք, որ հայ ենք ծնվել, որ քրիստոնյա ենք։ Բա ասում է ես խոսքի ոնց իր այդ չքնեմ, մի հատ չտնամ ինքը ինձ համապատասխանում է նոր այդ ամուսնանամ ջոգում ես։ Դու ախպերով ոնց ուզում է թող ապրի, ինչ մի դրե խորացել ես։ Քնողը միշտ էլ քնելու է, զարտողն էլ միշտ է զարտելու է ախպեր։ Վռամի տեղադրած ստոլբին ռաստվողն էլ միշտ էլ ռաստվելու է։ Սեղանից հանգարց գումար չվերցնենք, կասեք ակցիա է, ամեն 10 օր դաժախորդի համար ամեն ինչ մեր մոտ անվճար է։ Ինչքան ուզում է բան պատվիրեն, հանգարց ոչ մի կոպեկ փող չհաշվեք։ Սոված չես։ Սոված եմ։ Արի մի բան պատվիրենք։ Արի։ Ուսման։ Որ խնդրեմ մի հատ մենյու կբերեք։
Հելենայով է։ Համբարձում։ Ես ինչ լավ է դուք թեք, ձեր ցավը տանեմ, ես էլ ասի մենակ եմ ուտելու, գիտես։ Մենք պիցա ենք պատվիրում, դու ինչ կուզես։ Ես է պիցա կուտեմ, հետո էլ կանցնենք դեսերտի, ինչ է եղել որ։ Բա գործի չես։ Դո չես զայլես գնաց այդ աշխատելուց։ Լավ է, էլի, երբ զայլեն գնում է դուրս է գալի գործից։ Դո չէ եղբեր են, օդ վարոսի գորգորոցից ներվայնացա, ոնց որ տենց ասի դուզ գամից մի քիչ ճոխություն թույլ տամ էլի։ Հենե որ դոգում եմ այսօր էլ չեմ կարող այս ճոխություն թույլ տամ։ Հարց չկա։ Ինչ են ասում ախպեր, ապրելու հույս կա։ Չգիտեմ ախպեր, ակես չհարցը կնին ախպեր, չասեն խես ուրիշին տվեք ու ավտոն որ կշի։ Դե ասեցի ոնց ա եղել էլի։ Մտե տեսել ես բժիշկներին։ Հա ախպեր։ Ասա փողը բանը ինչ պետք է գտանք։ Դու այդ հեչ է, մենակ թե ապրի արա։ Չպետի տա էլի ավտոն։ Արա դե մենք ինչ իմանանք չփլե ջան արա։ Մենք ասենք ավտոն տնկնի քշի հավեսանի պրծնի հետ ախպեր։ Արա լավ ես ինչ ծանրություն եկավ սրտիս։ Դու ինչ մեղք ունես ախպեր, դու իր լավի համար ես արել։ Արա դե չես համոզի ախպեր։ Արա դե տրամաբանական է, մենք պետք է չտենք իրան մաշնարը, խամ շոֆերը ջոգում ես, ոտը դրել է գազին ու կիսով չափ հայտնվել է այն աշխարհում։ Ջան, որ մենք գնանք չես նեղանա, չէ՞։ Չէ, այո, պետք։ Մեր հաշիվը։ Ասում եմ մեր հաշիվը կբերեք։ Դուք մեր 10-րդ հաճախորդն եք եւ մեր մոտ ակցիա է, ամեն 10-րդ հաճախորդին անվճար ենք սպասարկում։ Անվճար։ Այո։ Մերսի։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Ինչ չաշխատում է իրա լավ կոմեր ունի։ Հմբոջան գնացինք։ Հաջողություն ապեր ջան։ Արիդի։ Հաջող։ Մի րոպե չեք գա։ Քաղցրից ինչ ունեք։ Ամեն ինչ։ Մնացի ջան, մի հատ ամենամեծ ու ամենահամով տորտն եք բերում։ Լավ։ Հայ տղա քաջիկ, ուրեմն հեսա ես քեզ հասցրել եմ ասում, շուտ գալիս ես ըստեղ եղավ, քո նման սոված մի քանի հոգի էլ կարաս հետդ բերես։ Հա։ Չպլախիկի մեքենայով ա եղել։ Ջրծի ապիկը չպլախիկից խնդրել է իր մեքենան ու տվել է այդ աղջկան։ Հետո տարել է տենց խփել է։ Բան Նարեկը հիմա որտեղ է։ Չգիտեմ։ Բայց դե որ իր մեքենայով ա եղել վթարը, իրան է կկանչեն էլի հարցաքննության։ Բայց ինչի են տենց բան արել, ես չեմ հասկանում։ Կամ ծապիկը չէր կարող իր մեքենան տար։ Ես էլ ինչ անում եմ, մխոն բանի տեղ չի դնում։ Նար։ Հայր։ Ամեն ինչ նորմալ է։ Դե երևի։ Դու որտեղ ես։ Դու մի անհանգստացի մամար։ Դու մեղավոր չես, չէ՞ որ տենց ա եղել։ Կգամ հետո կասեմ։ Լավ։ Մի անգամից անհանգստացար, չէ՞, կյանքիդ համար։ Բայց աշի համար ինչ ենք անելու։ Ասակ զանգենք բերեն, խես դարդար է։ Ո՞դե բայց պապան չի սիրում որ տնական չի։ Էլի խոսալու ա վրես։ Տնականա սիրում դու սարքի ուտի։ Մարս իշխան այնց զանգել։ Դե բա հարստացել ես։ Ինձ միշտ զանգել եմ, ես չի որ։ Ալո։ Վարուշ, այդ սաղանից որ ասացիր փող չվերցնեմ 120,000 դրամի արդեն բան եմ վերցրել։ 120,000-ի։ Հա։ Բայց խետ կան շատ։ Շտունը կյանքում այդքան բան չի պատվիրել։ Թե
իմացել է որ ձրիա դրա համար է տենց արել։ Իրանք որ նստած էին, ուրիշ տղա էլ իրանց միացավ, հետո մի հոգի էլ եկավ։ Հա բան չի դրանք չեն վճարել։ Դե որ իրանց հետ էին դրա համար։ Դու ինչ կապ ունի իրանց հետ էին, գժվել են արա սրանք։ Ինչ ա եղել։ Ռշտունեն սեղանին էլի մարդիկ են միացել ու 120,000 դրամի բան են պատվիրել։ Ոնց Ռշտունը չի իմացել, որ այդ մեր սրճարանն է։ Որ իմանար մեր սրճարանը չեր է մտնիսկի։ Տենց նեղացած է, հա։ Արլով տենս հետ ովքեր են եղել։ Դրա համար Վարուժ, գլխից այդ մեծ ակցիաներ մի արա։ Ավելի սով։ Ճիշտ եմ ասում։ Հա Վարուժ։ Ապեր մի հատ անհամեստ հարց տամ էլի։ Այսօր որ Լիլոյի հետ սրճարան եք գնացել։ Սրճարանում հեչում եք տեսել։ Ամբարձումի։ Ինչի համար։ Լավ ապեր, ոչ կզանգ եմ ասա քեզ։ Այն աննորմալն ա եղել։ Ո՞ր աննորմալը։ Քանի հատ աննորմալ գիտես, տենաս մի օր կլի ես դրանից պրծնել։ Հա մոժոր։ Ինչ ասիր արա։ Թե ասում եմ մոժոր, ժաները թիմը անունը տվեց։ Հենց հիմա արի մեր տուն։ Չեմ կարող ապել, գործ ունեմ։ Հենց հիմա արի գործ կա հետդ։ Մեջը փող կա։ Արի կասեմ քեզ։ Չգիտեմ մեղք է դա աղջիկը։ Սա զարմանում եմ էլի ոնց կարա մարդ մեքենայի համար ինքնասպանության գնի։ Չնայած սխալ եմ ասում։ Ինձ ինչ կա որ ես սաղ կյանքս ապահովված եմ եղել։ Տես խնդիրներ չեմ ունեցել, ինչ ուզել եմ առել են։ Մենք իրանց կօգնենք անպայման։ Հա օգնելը կօգնենք հարցը չի։ Ուղղակի մարդ սիրում է էլի արժանապատվորեն իր գումարը վաստակի։ Չի սիրում որ անընդհատ իրան տալիս են։ Հələ պատկերացրու որ մեկը քեզ անընդհատ փող տար որ դու ապրեիր։ Ինքնասիրությունդ կվիրավորվեր, չէ՞։ Նար գիտես ես քո համար անհանգստանում էի։ Գիտեմ որ առանց քեզ չեմ կարող, բայց քո հետ էլ շատ դժվար է։ Ինչի։ Չգիտեմ։ Բայց հանկարծ չմտածես, որ դու արդեն հասել ես դրան, որ քեզ կարող եմ 100%-ով վստահել։ Դու այդ պիտի ապացուցես։ Հայ։ Բարև։ Նարեկ կօգնես ինձ։ Ոնց։ Բայց սա կստարիմ սենյակ, օքեյ։ Քո սենյակ։ Այո, ստեղ եմ մնալու, չգիտեիք։ Չէ։ Բա վրամ ջաջան ուրա, պապասիոն ասել էր։ Ես հիմա կգամ։ Ես չգնացի Ամերիկա, պապան գնաց, ես մնացի։ Ոնց դու հիմա ստեղ ես մնալու։ Այո, ասա որ շատ լավ է, բայց ես չեմ խառնվելու ձեր սիրային հարաբերություններին։ Ես ամբողջապես հասկացել եմ, որ դուք իրար սիրում եք։ Ինքը մեր տանն է մնալու։ Հա, արդեն եկել է։ Բայց ինչի, պա։ Բալես, իր պապան գիշերը թռավ Ամերիկա, ինքն էլ Իրաստանը մենակ վախենում է մնա։ Դե եթե վախենում է, թող գնա իր ընկերուհիներից մեկի տանը մնա։ Այ աղջիկան, դու լավ գիտես, որ իր պապան իմ ընկերներից է։ Ամերիկա թռնելուց առաջ ինձ խնդրեց, ասեց հնարավոր է ես մինչև Ամերիկայից հետ գամ, ինքը ձեր տանը մնա, ընդամենը մի ամիս։ Ես ասի, «Էդ ինչ ես ասում, ոնց հնարավոր չի»։ Մի ամիս։ Երևի տեղյակ չի։ Բալես դու գիտես, որ իր պապան Ամերիկայում լավ գործերի մեջ է։ Ու շատ հնարավոր է, որ մի օր մեր երշիկը Ամերիկա թռնի ու մեր ամերիկահայ բնակչությանը հասնի։ Բատա ասա։ Ասա, խոսա Մարգարիտա։ Բալես, դե մի ամիս է, էլի։ Նենց էլ մարդամոտ աղջիկը։ Ընդամենը մի ամիս։ Շատ մարդամոտ է։ Իրենչո, պապային չջղայնացնես, այդ աղջկան հիմա վերցնում ես, բարձանում ես վերև, մեր ամենալավ սենյակներից ցույց ես տալիս, որը իրա դուրը եկավ, հենց այդտեղ տեղավորում ես։ Դե դավայ, դավայ գնա բալես, գնա, դավայ, ցավոտ։ Արի։ Արի։
Ախպեր չգիտեմ, Ինչը չգիտես, Դու Արևշացյանի ստրուկը չես, կարող է առելա քեզ։ Ախպեր ես էլ իրան ոչ մի բան չեմ ասել։ Հեսա Զորիցյան կգա այդ աշխատավարձի պահով կխոսանք, սաղ կհասկանանք, եթե քեզ ձեր կտա, կգնաս վրամին հաջող կանես։ Պետք չէ սարի, արա։ Ինչ եմ արել, որ։ Հարես քո դուշմանն է, որ գնացի 120,000 դրամի բան ես պատվիրել։ Հակցա էր, ես էլ պատվիրեցի։ Դե պատվիրել ես կտանես այդ փողերը կմուծվես։ Բայց ինչի։ Ո՞նց ինչի։ Արա տաքսիը քո համար չէր։ Ոյ, այդ ակցիան դու էիր արել։ Արա ոչմ ես քո այդ ներվեր չունե, վաղը տանես այդ փողերը մուծվես։ Այս մարդը ո՞նց փակվի այդ փողերը։ Ակցիա եղել օգտվել է, տես չի ամբողջում ժամ։ Հա, բաբա։ Հենոր $2,500 գցեց։ Այսօր 120,000 դրամ է, գցում սենց որ կհասնի։ Հապեր, բայց ասա որ գտել եմ էլի քո նման հարուստներից ոնց որ փող կերել։ Գնա ամբո։ Հանգիստ գնա քո գործեր։ Արա գնա աշկի շերևա, շուտ արա։ Վայ, վարուչարա։ Հմի Նիկան ստեյա։ Հա։ Ես կսատկի։ Ու գիտես պապան ինչի է համաձայնվել, որ Նիկան մեր տանը մնա։ Ապա արդեն հետաքրքիր է։ Որովհետև հույս ունի, որ իր ապրանքը մի օր էլ Ամերիկա կարտահանի։ Վայ, ես կրկնակի կսատկի։ Արդեն սպանեց իր երշիկներով։ Արա իսկականից կրակն ենք ընկել երշիկների ձեռը։ Ճիշտ է դրանից գոյացած փողով ենք ապրում, բայց ավելի շատ չապրում ենք, քան ապրում։ Ապեր, դու խոսա էլի պապայի հետ։ Ինչ խոսեմ, ինչ խոսեմ։ Խոսալու լե իմ համար կխոսայի։ Հենց Անուշիկի վրա կես տոն ձենս բարձանում է, թեմս գալի բլոկ ադնում էտ իրա երշիկներով։ Մախո դու հիմա գնա, պապային բացատրի, ասա, որ այդ աղջիկը ով է, ու նշի, որ իրա պատճառով ես ու Նարեկը լուրջ կոնֆլիկտներ ենք ունեցել։ Մորս պայծառարել, թե չգիտեմ ինչ ասելու է տեսնյակը։ Հա, տեսնյակ ջան, էլի թո մնաց թե այդ աղջնյակը բան չունեմ ասելու, բայց ինքը որ մնաց թե, մեր իրենչուի համար էլի վատ ելելու։ Բայց ինչի։ Ասեմ, որտև Նարեկը չփլեն։ Հա։ Վախտին իր հետ, ասեմ, ընկերություն արի։ Թող չաներ։ Հա, բան չունեմ ասելու, բայց արդեն արել է։ Դու ինչ անենք որ արել այդ տղա ջան։ Ժամանակին այդ մարդիկ իրար սիրել են։ Հետո ոնց որ ասած իրար արդեն էլ չեն սիրել, իրաց ճանապարհները բաժանվել է։ Հիմա ինչ անենք։ Ինչ ես առաջարկում։ Դնենք այդ աղջկան, պատժենք այդ արարքի համար, հա։ Խոսա։ Դնենք այդ աղջկան արհամարենք։ Արա մի բան ասեք։ Որ ուզում ես ճիշտ իմանաս, Մախո ջան, մեր Իրենչոն ու Նիկան իրար քուր են գալիս։ Ոնց, դու Բանը, չէ, ես այդ բանով չեմ ասում, ուղղակի ասածից գաղափարն է նա, որ իրանք իրար հետ քուր քրոջ պես պիտի լինեն։ Այսինքն այս տան մեջ այդ աղջկա խաթրին պիտի չկպնել, այդ աղջկան պիտի աշխատել չնեղացնել, մեր տան մեջ պիտի իրան գուրգուրել, սիրել, սիրաշահել։ Անես պիտի անել, որ այդ աղջիկը հանգար զանգ չտա իր հորը, մեր տան վերաբերյալ բողոքի, հասկանում եք ասածից իմաստը։ Հա, ես հասկանում եմ, ինչ ինձնից է գնեմ, ես իրան ջան ասելով ման կգամ։ Դու որ ես տվեցից ես կմտես պահարանի մեջ 5 ժամ ընդ ջանասելով ման կգաս։ Տղա ջան, ես քեզ նորմալ բան եմ ասում, լուրջ ընդունում։ Ոչ թե Նիկայի հետ պիտի ջանասելով ման կգաս, այլ Անուշիկի հետ, մեր սիրուն հարսիկի հետ պիտի ջանասելով ման կգաս։ Հասկանում ես ինչ եմ ասում, արա։ Իրենչոյին ասա, թող ջաշի հրավիրի, կարող է սոված լինի։ Ահա, ճիշտ ասում, գնա Իրենչոյին ասա, թող ճաշի հրավիրի սիրով ու խնդությամբ այդ աղջկան, հասկանում ես, եթե մեր դա ասում այդ տղան, ասում է, գնա սիրով և խնդությամբ այդ աղջկան ճաշի հրավիրի, գնա ասա Իրենչոյին, այդ դա մեկած գնա, յա! Ուշեմ համոզել եմ ատեսնյակին։ Հա? Ասեց այդ Նիկան էլ մերյանը չի մնալու։ Էլ մեզ ժոգում եք ինչ լեզուն է։ Կարմիտը ով է։ Ես եմ։ Ես ձեզ։
Ես ով է ուղարկել։ Չգիտեմ։ Ձեզ։ Ո՞վ կար։ Ճշտում ես ով է որ ես խշում։ Ու ինձ զանգում ասում ես։